Թողարկումը սկսենք արտակարգ միջադեպի մասին լուրով։ Նախորդ դարի 80-ականների Սիցիլիայի էր այսօր վերածվել Երևանի Աչափնյակ վարչական շրջանը։ Կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 6-ը վիրավորվել։ Տուժած քաղաքացիներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը ծանր։ Ըստ տեղեկությունների միջադեպից հետո դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից եւ ատրճանակից կրակված մի քանի պարպուճ, դանակ, Lexus մակնիշի մեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Փողոցային ճակատամարտի պատճառները պարզվում են։ Եվ այսպես երկարատև կեղծ դատավարություններից խորհրդակցական սենյակում ձևական քննարկումներից հետո հրապարակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։ Բաքվի դատարանը Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, թեև դատախազությունը նրա համար ցմահ ազատազրկում էր պահանջել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, եւս 10 տարի խիստ ռեժիմի բանտում։ Նրան մեղադրում են բազմաթիվ հանցանքներ ու մարդկության դեմ եւ ռազմական հանցագործությունների, ահաբեկչության ֆինանսավորման եւ այլն։ Վարդանյանի ընտանիքը Բաքվի դատարանի վճիռը որակել է սարսափելի, բայց սպասելի, նաեւ հավելել, որ նրա եւ մյուս հայերի հանդեպ վճիռները նման են ամբողջ հայ ժողովրդի դեմ դատավճռի։ Վերադառնանք Հայաստան, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը։ Մինչև այդ վարչապետն ու նրա տիկինը մոտ 27 տարի քաղաքացիական ամուսիններ էին։ Facebook-ում է Հակոբյանը այս մասին տեղեկացրել, ապա բոլորին հորդորել թեմայի շուրջ լինել զուսպ եւ կոռեկտ։ Արտակարգ դեպք Երևանում քիչ առաջ Իսակովի պողոտայում Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Քաղաքացիների եւ վարորդների անվտանգության նկատառումներով երթևեկությունը Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան մոտից դեպի Հաղթանակ կամուրջ ժամանակավորապես դադարեցվել է մինչև հրշեջների աշխատանքի ավարտը։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Վաշինգտոնում մեկնարկել է Խաղաղության խորհրդի առաջին նիստը։ Հանդիպման սկզբում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը նաև զրույց է ունեցել փոխնախագահ Վենսի հետ։ Փաշինյանը նաև կապույտ ծաղկեփնջի ֆոնին ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանց զրույցին մասնակցել են նաև Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահները։ ԱՄՆ կոնգրեսականները Վաշինգտոնում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցների ցուցարարներին ծեծելու հարցով դիմել են ԱՄՆ նախագահին եւ արդարադատության նախարարությանը։ Ալիևի նման արյունարբու բռնապետները Վաշինգտոնում շրջելու տեղ չունեն, նրանք իրավունք չունեն մեր մայրաքաղաքի փողոցներում ցուցարարների վրա հարձակվելու համար բարձու գլխակերներ ուղարկել, X-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է, որ Ալիևի անվտանգության աշխատակիցները ձեռքերով հարվածում են ակցիայի մասնակիցներին, նույնիսկ գետնին գցում։ Ըստ տեղեկությունների կան տուժածներ։ Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է միջադեպը, պետքարտուղարությունը դեռ չի արձագանքել։